սիմվոլիկ նվեր ենք պատրաստել նորաթուխ Այվազովսկուն եւ կոչ ենք անում, որպեսզի երբ նրա մոտ նկարչության բուռն ցանկություն է արթնանում, ոչ թե թվեր նկարի, այլ օրինակ նկարի մասիսարը։ Ահա հանձնում ենք իրեն, թող զբաղվի նկարչությամբ, եթե իր մոտ նոր տաղանդներ են առաջացել այս մի քանի օրվա ընթացքում։ Ամոթ! Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի համար է խորհրդանշական նվերը։ ԲՀԿ-ի համակիրներն ու բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են Գևորգ Քոչար 21A հասցեում, իրենց ձայնը բարձրացնելու անարդարության ու ամենաթողության դեմ։ Գիշերը ժամը 2-ին ընտրությունների արդյունքների անգամ 5-6% ամփոփված չլինելու պայմաններում, երբ դուք ոտնահարելով մեր 1,5 միլիոն քաղաքացիների ընտրելու իրավունքը արդեն իսկ ինքնահռչակ կերպով ձեզ հաղթող եք համարում, դա ձեր վախի, ձեր ցայտնոտի այսպես ակնառու վկայությունն է։ Մենք ունենք միայն մի սպասելիք, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը իր գործունեությունը ծավալի Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի եւ սահմանադրության շրջանակներում, այլ ոչ թե լինի այս կամ այն քաղաքական ուժի, տվյալ դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունների, երազանքների եւ այլն կամակատարը։ ԿՀ-ն իր աղմկահարույց որոշումն ընդունել էր արտահերթ նիստով ուշ երեկոյան։ Առաջին տեղամասը, որի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել, Նուբարաշենում է 10-51-ը։ Անվավեր ճանաչված մյուս տեղամասը Սյունիքի 35-65-ն է։ Այս ընտրատեղամասում ժամը 20-ից հետո մոտ 480 զինծառայողի թույլատրվել էր քվեարկել, իսկ արձանագրությունը կազմվել է առավոտյան 5-ին։ Ակնհայտ է, որ դուք չունեք մեղմ ասած նախկին ռեյտինգը, ընդդիմությունը շատ բարձր ցուցանիշներով ձայն է հավաքել, ֆիքսված է շուրջ 550,000 ձեզ մերժող քաղաքացի եւ հետագայում արդեն իշխանափոխությունից հետո շատ ավելի հստակ ձևով ջրի երես դուրս կգան, թե դուք ինչ վարչական ռեսուրսի, վախի, ուղղորդման մեթոդներ եք կիրառել, որպեսզի կարողանաք ձեր թվանկարչությունը ապահովել։ Հանկացած մարդ, ընդդիմության ներկայացուցիչ, կա որևիցե մեկը, որ կարող է, այսպես ասած, զինվորներին իրենց զորամասից դուրս հանի, գետ մեկին ու տանի ընտրատեղամաս, ասի եկեք ընտրության։ Սա բոլորը իշխանության ձեռքի գործն է, իրենք են այդ զորամասերը բացել, իրենք են ժամը 8-ից հետո բերել։ Ուրբաթ ԿՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12-13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքները։ Այս տեղամասում քվեարկության օրը բացակայել է 8 համարի քվեաթերթիկը։ Ձայները բաշխվել էին հետևյալ կերպ. Ուժեղ Հայաստան 71, ԲՀԿ 9, ՔՊ 602, Հայաստան Դաշինք 67։ Ես կարծում եմ, որ եկել է միասնական գործելու ժամանակը։ Ընդդիմադիր ուժերը պետք է միավորեն իրենց ջանքերը, պետք է միասնական գործեն եւ միասնական դեմ կանգնեն այս ապօրինություններին։ Ընտրական օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն, եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ԿՀ-ն որոշում է առանձին ընտրատեղամասերում վերաքվեարկություն անցկացնել։ Հանձնաժողովն այդպիսի որոշում չի կայացրել։ ԲՀԿ պատգամավորի թեկնածուներն այս հարցերը պարզաբանելու համար մտան կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Ինչ վերաբերվում է կոնկրետ այս երկու ընտրատեղամասերում ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու հետ կապված ուղիղ հարցին, արդյոք այն մարդիկ, որոնց իրավունքը, ընտրելու իրավունքը ոտնահարվել է, իրավունք չունեն, իրենց իրավունքը իրացնելու եւ եւս մեկ անգամ ընտրություն կատարվելու, այսինքն այստեղ անհրաժեշտ է վերաքվեարկություն նշանակելու վերաբերյալ որոշում, հստակ պատասխան բնականաբար դիրքորոշում կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները չեն ներկայացնում, որքան էլ որ տարօրինակ է, որովհետեւ թեկուզ անձնական մակարդակով բնականաբար անձը կարող է ասել, որ այո, այդ մարդիկ քվեարկել են, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժի օգտին են քվեարկել կամ որ քաղաքական ուժի օգտին չեն քվեարկել, այդ մարդիկ իրավունք ունեն, որպեսզի իրենց ձայնը լսելի լինի եւ իրացված լինի։ Ցավոք սրտի դիրքորոշում ԿՀ-ն չի ներկայացնում։ Կիրակի ԿՀ-ն հրապարակելու է խորհրդարանի ընտրության վերջնական արդյունքը։ Այդ օրը դարձյալ քաղաքացիները կհավաքվեն հանձնաժողովի շենքի մոտ։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։